Նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը բղավում է իր հետ համակարծիք չեղող քաղաքացիների վրա։ Չի բղավում, ուղղակի բարձր է խոսում։ Եվ բոլորս էլ մարդեն կարող ենք հունից դուրս գալ, ինչ կա դրա մեջ։ Ինչ է կարծում, որ ինքը օդից ընկած է, մեր նման մարդ է։ Եվ վերջապես այնքան բան անում, այնքան մեծ պատասխանատվություն է վերցել իր վրա, որ հեշտ չի։ Ես չէի ուզում, որ իմ տղան իր փոխարեն լիներ։ Շատ դժվար է։ Կեց է, որ դիմանում է։ Բան չեմ կարող։ Որ Նիկոլ Փաշինյանը հավատում, այդ շատ դմբոմատ է։ Նորմալ է համարում, որ Նիկոլ Փաշինյանը բղավում է։ Մենք դեմ չենք։ Բղավելուն դեմ չեք։ Գիտեք ինչ, ամեն ընտանիքում էլ լինում է։ Փաշինյանն էլ է ընտանիք, մեր ընտանիքի գլուխն է։ Շնորհակալություն։ Ճիշտն ասած, ես չեմ լսել թե ինչ եւ որտեղ է եղել այդ դեպքը։ Ամենայն դեպս պետք է ուսումնասիրել ինչ է եղել եւ հետո կարծիք հայտնել։ Ես տեղյակ չեմ դրա մասին։ Բղավում է քաղաքացիների վրա, դա նորմալ է։ Կարող է նորմալ լինել, այո, ինչու ոչ, եթե քաղաքացին մինչ այդ adekvat իրեն չի պահել։ Պետք է դա ուսումնասիրել։ Չեմ կարող այդ հարցին պատասխանեմ հարգելիս։ Նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը բղավում է իր հետ համակարծիք չեղող։ Չէ, նորմալ չեմ համարում։ Ամեն մարդ իր կարծիքն ունի։ Պարտադիր չի Նիկոլ Փաշինյանի կարծիքը համընկնի կամ նրանց կարծիքը համընկնի Նիկոլ Փաշինյանի։ Իրավունք ունի մարդ իր կարծիքը հայտնել։ Բղավել է այդ իր կողմից անտաշություն։ Մարդու խոսքի ազատությունից զրկում ընդամենը։ Պետք է համակերպվես իր ասածի հետ կամ էլ չգիտեմ, չեմ ընդունում իրան ես։ Ես չեմ լսել։ Ընտրաշարժի ժամանակ, որ բղավում է մի քաղաքում։ Մարդ աշխարհը քանդվում է, դուք ինչի եք։ Ես մի անգամ ասել եմ, մի անգամ էլ կրկնում եմ, ասում իլուր բոլորի, այս իշխանությունը տեղով թյուրիմացություն է, բայց այս իշխանությունը քանուն ես ախմախ օպոզիցիան, որ ունի, իրանք մնալու են իշխանության, թող բոլորը իմանան։ Իսկ բղավելը նորմալ է քաղաքացու վրա։ Դիրքը որ ինքնել են ընտրաշարժների։ Չեմ ուզում կոպիտ բաներ ասեմ, էլի։ Քաղաքի մարդ չինք, էլի, չգիտեմ ինչ ասեմ։ Ես կուզեի ճշտենք մի հատ ով մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը ընտրաշարժի ժամանակ բղավել է քաղաքացիներից մեկի վրա։ Չեմ ով այդ մարդը կներեք։ Ոչ, նորմալ չի։ Ոչ փրչոտին։ Ոչ փրչոտին։ Փողոքներ ունեք իրենից, որ Խայտարակում ամբողջ Հայաստանի մասշտաբով բոլոր մարդկանց։ Ոչ փրչոտին։ Բայց ես չեմ լսել այդպես բան։ ընտրաշարժի ժամանակ որ բղավել է։ Ես չեմ լսել։ Ես միշտ հետևում եմ, բայց չեմ լսել։ Շատ կուլտուրական ձևով պատասխանել եմ միշտ։ Բաժե որ ձերք են տվել, ձերքը խանութի մեջ էլի չի նեղացել, ցույց գնացել է։ Նիկոլ Փաշինյանի անունը մեր մոտ մի տղա։ Համաձայն եք, որ Նիկոլ Փաշինյանը բղավել է իր հետ համակարծիք չեղող քաղաքացիների։ Ես նրա անունը լսել չեմ ուզում։ Ներեկը։ Չգիտեմ, ո՞նց ասեմ նորմալ է։ Ղեկավարինքն է, երևինքն է ճոգում ճիշտ է։ Այստեղ պետք է ժողովուրդն էլ հաշվի տակ տնեն։ Հենա 65+ են արել թոշակառուների համար։ Հա լավ բան արել, բայց ինքը պետք է բժիշկներին էլ լավ նայի, որ գնա թոշակառուն երեսին լավ նայեն, ուշադիր լինեն։ Մի հատ պետք է բան անեն, ստուգեն ամուսնուս, որ երկրորդ կարգա։ Բռնել մի ամիս հետո պիտի հասնեմ։ Այդ մի ամսում այդ մարդը սպասի, որ հերթ հասնի, դա ինչ օգնություն է, ոնց հաշվենք։ Եթե պիտի անեն, ընդհանրապես մի հատ պետք է ստուգեն նյարդերը։ Թող ստուգեն, բրցնեն, մի ամիս սպասեն, որ մի հատ նյարդ ստուգեն։ Այս է մեր պետությունը։ Չգիտեմ ինչ ասեմ, դա ասված լավ լինի։ Հələ էլի Նիկոլից մի լավ բան, որոշ բաներ արել է, դեմ չեմ։ Բայց նրանցից, որ չեմ ուզում նրանց անունը հիշեմ, այդքան բան կասեմ։ Թե չէ, էլի Նիկոլի ժամանակով գոնե մի քիչ թոշակները վերանայեցի։ Իսկ Քոչարյանի ժամանակով 5000 դրամ փող էր ստանում։ Իմ կիսուրս ծերկիներ 5000-ը փող էր, հա։ Ով այդ գնով կապրեր, ինքը կապրեր, չէր ապրել։ Դե ինչ ասեմ, դա ասված լավ լինի, ով էլ որ պետք է նստի, ոչ այս հիմիկվա եկողները,
տածված դրանք չնստել, խելքը գլխին մարդ նստի, որ իմանան երկիր ղեկավարող կլինի, Աստծուց վախ կունենան, ոչ թե մենակ մեծահարուստները կան, ասեն մենք ենք, որ կանք, տեսել ենք, բոլորի ժամանակն էլ ապրել ենք, տեսել ենք, այդքան բան կասեմ։ Նիկոլ Փաշինյանի ասածը մի հատ ճիշտ բան չկա ցավը տանեմ, ինչ հասկանանք եդից, թոշակառու տունը իվալի չի կարում շարժվի պարկացան կողային, ես 3 տարի, թոշակ գնա բանկի քարտանի, էտանի, չուր այսօր թոշակ չի ստացա քարտ չունի, ինչ անենք, բեդ մարդնոր թոշակ նստանա, ոնց անենք։ Ժողովրդի տակ պեն կինոյի նման փափուկ բարձ դնմորին հնդրվի նախագահ ու ոչ մի բան չի անում։ 3 հատ թոշակ առու ենք տուն, առաջի 3-րդ կարգի թոշակի ես տղես ամուսինս թոշակ առու ենք 3 հատ, նպաստը կրել, նպաստ չեն տա։ Կնե թոշակով արբի 39,000 դրամ թոշակա տալիս առաջի կարգի հաշվանդաբա։ Կնա ապրի հետո, ոնց ապրի։ Նորմալ է, որ քաղաքացիների վրա բղավում է Ինչն է նորմալ բան չկա։ Նորմալ է նորու մարդուրական ամեն ինչը 2 կոպեկ թոշակա տալիս ամեն ինչը թանկացնում է։ Ամեն ինչ թանկացնում է, գնացեք թոշակ ցածեք, դեղերը գրելա, դեղերում պետք է փող տանք, որ ստանանք։ Առաջի կարգի հաշվանդամա, պետք է ամեկ դեղին տանենք փող տանք, որ դեղերը տան մեզի։ Բայց որ իրան ձրի է ասում ամեն ինչը։ Նոր ամուսինս վատացան նորից տարել ենք հիվանդանոց, ասում ենք տարեք նորքը հիվանդանոց, նորքը չէ։ Նորքն այն չգիտեմ։ Մայրը մասնված ասում ենք նոր կնդե, Գրիգոր Լուսավորիչ մոտ։ Ասում որ 10,000 դրամ պալատին վճարես։ Որ ասում է ծերի առաջի կարգերում, ոնց պետք է վճարենք։ Նորմալ է ցավը տանեմ։ Ոչ մի նորմալ բան չկա։ Ամեկ իր տակը լսնում է ժողովրդին կծում է կրակի մեջ։ Ոնց կապրեք, ապրեք, կուզեք մեռեք, կուզեք ապրեք։ Չեմ հասկանում ինչ են անում ժողովրդի գլուխ։ Ավելի լավ չէ այն վաղ քիչ թոշակի ինք ստանում, հանգիստ ապրում էինք։ Այդքան ամեն ինչը չէր թանկացնում, հանգիստ ապրում էինք։ Էս ինչ է։ Էս ապրել չի։ Հիմա թողել եմ հիվանդին, տուն եկել եմ որ թոշակ ստանամ։ Իրա թոշակը չտավին իմ թոշակ պետք է ստանամ։ Քարտով է, ես իմ ինչով է, ես էլ այդ անտեր քարտերից բան չեմ հասկանում։ Տղուս եմ խետս բերի որ գաղափարան եմ ստանամ։ Բայց չեմ հասկանում, այդ առախոսներից էլ ես ոչ մի բան չեմ հասկանում, սովորական են հասարակ առախոսներն է։ Ինչ անեմ, Աստվածն է մեզ պահում, թե չէ դրանց մեզ սուտ է։